Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ձեզ համար բերել եմ շատ հետաքրքիր վլոգ, որն իր ֆորմատով տարբերվում է իմ բոլոր հոլովակներից։ Մարտինի դասարանով գնում ենք էքսկուրսիա եւ ես պահը բաց թողեցի այն նկարահանելու եւ ձեզ էլ ցույց տալու համար։ Այստեղ առավոտ շուտ պատրաստվել ենք ու կազմապատրաստ գնում ենք դպրոցի բակ, քանի որ պայմանավորվածությունն այդպես էր, որ գնալու ենք դպրոցի բակ, հավաքվենք այնտեղ, այնուհետև հենց այնտեղից էլ շարժվելու ենք։ Այստեղ այնպես էր ստացվել, որ Օֆանել իր մանկապարտեզով գնացել էր էքսկուրսիա, նրանց էքսկուրսիան կազմակերպված էր գյուղում, որպեսզի այնտեղ նրանք տեսնեն, թե ինչպես է առհասարակ առաջանում ձուն, մրգերը, բանջարեղեն, ինչպես է աճում ու շատ հետաքրքիր թեմատիկ էր այս էքսկուրսիան։ Մանկապարտեզից ինձ տրամադրել են նաև կադրեր ու ես տեղադրել եմ եւս սրա մեջ։ Եթե Մարտինի ու Օֆայի էքսկուրսիաները տարբեր օրեր լինեին, այս էքսկուրսիային եւս սիրով կցանկանայի մասնակցել։
Այստեղ հեռվում նկատում ենք արդեն Մարտինի դասընկերներին, նրանք ովքեր արդեն ներկա էին, խաղում էին դպրոցի բակում, կա այդպիսի խաղադաշտ, որտեղ զբաղվում էին երեխաները, մինչև որ իրենց դասընկերները կհավաքվեն։ Իսկ այստեղ արդեն մենք տեղավորվել ենք մեքենաներում, 2 մեքենայով ենք գնացել։ Ճիշտ է, կարծում եմ ցանկալի կլիներ եւ ավելի հարմար կլիներ, որպեսզի ամբողջ դասարանը լիներ մեկ մեքենայում կամ ավտոբուսում, բայց այսպես էր ստացվել, որի համար եւս շատ շնորհակալ ենք։ Ճանապարհին երեխաները շատ լավ խաղացին եւ մի թեթև էլ սնվեցին, իսկ հիմա արդեն մենք Երևանում ենք գտնվում։ Ես ինքս ծնունդով Էջմիածնից եմ, բնակվում եմ Գյումրիում, բայց աշխատանքի բերումով գրեթե ամեն օր Երևանում եմ լինում։ Իսկ երեխաների համար դուք պետք է տեսնեիք նրանց ուրախությունը, այս ամեն մի քարն ու ծառն ու ամեն մի հետաքրքիր անկյունը տեսնելիս, նրանք որքան էին ոգևորվում։ Կարող եմ ասել նույնքան, որքան որ Երևանից են երեխաները գալիս Գյումրի էքսկուրսիայի։ Չէ՞ որ Գյումրին էլ արվեստի ու արհեստի քաղաքն է։ Այստեղ արդեն իջել ենք ու պատրաստվում ենք, որպեսզի գնանք զբոսնելու, սնվելու, այնուհետև պատրաստվել ենք, որ գնում ենք պլանետարիում, որտեղ նույնպես շատ հետաքրքիր անցավ ու երեխաների համար շատ արտասովոր եւ օրիգինալ էր այդ ամենը։ Ես ու Մարտինը շատ էինք ուրախացել այս թռչունների համար նախատեսված գույնզգույն բների վրա, որովհետև այն շատ ցանկալի է մեզ համար։ Մենք նույնպես պատրաստվում ենք մեր տան բակում փոքրիկ այդպիսի թռչունի բուն պատրաստել։ Ես չգիտեմ սա ում փոքրիկներ, բայց իրենք էլ էին ուրախացել, որ նկարում էի երեխային, իսկ այստեղ արդեն դուք տեսնում եք պլանետարիումի այգու մուտքը։ Այստեղ արդեն գնում ենք ներս, որպեսզի դիտենք մուլտֆիլմը։ Դե քանի որ ես էլ եմ սիրում մուլտֆիլմեր դիտել, ես նույնպես գնացի ներս։ Ովքեր որ այստեղ չեն եղել, եկեք երկու բառով բացատրեմ ու շարունակենք դիտումը։ Այստեղ բոլորը պարկում են այս փափուկ բարձերի վրա եւ առաստաղին ամբողջ առաստաղով մեկ, որը կլորավուն է, դիտում են մուլտֆիլմը։ Չելինից այս այն փոքրիկ միան է։ Պապիկ! Լավ մեծացրել ես քա։ Անընդհատ պարկած եք, կամ էլ գնում ես տուգումների։ Այդպես կշարունակվի մինչև ամառվա վերջ։ Մինչև երեխան ծնվի։ Մինչև ամառվա վերջ, ես արդեն կարոտում եմ իրեն։ Գիտեմ միա, բայց մենք շատ Բայց եղանակը չէ, որ տարվա եղանակներն է ստեղծում։ այդքան էլ չէ, բայց շատերն ասում են, որ ամառը ակակուստ եւ հատուկ սարքավորում է պետք։
Իմնա։ Իմ անկնոցնա։ Դուր Մարտինս։ Ապրես։ Մուլտֆիլմը դիտելուց հետո բոլորը դուրս եկան եւ սկսեցին այստեղ գեղեցիկ նկարահանվել։ Նկարվեցին ուսուցչի հետ, երեխաները բոլորով շարք կանգնեցին։ Հիմա ես այստեղ մի քանի կադր գեղեցիկ ֆոտոներ կտեղադրեմ, որպեսզի տեսնեք։ Սրտիս մեջ էր կյանքում այս հետի նման մանև գարիս Արար աշխարհի շփվում է մանավար Իմ չորս բոլոր վարուն ասան Հազար տարոտ ու երասան Ահ ինչ լավն ես իմ սիրո հասան Սրտիս մեջ էր կյանքում այս հետի նման մանև գարիս Արար աշխարհի շփվում է Ու այստեղ ես ու Մարտինը եկանք ամենագեղեցիկ, ամենաօրիգինալ ու տարբերվող տեղը կարելի է ասել եւ որոշեցինք թարմանալ ու խմել նռան հյութ։ Երկու հատ։ Օփոքնիկ ասում։ Պետք է ստելը չու ինչ վայրեք տեսեք։ Այսպես կյանք։ Արբեր տեղերս մայր Հայաստանը կա։
Ճամպես կանգնեք նկարել։ Քանի որ կիրակի էր, Մոնթեն էլ տանն էր, իմացա, որ պապայի հետ մի լավ ման է եկել ու հետո գնացել են Վարսահարդարի մոտ մազերը սարքելու ու մի քիչ չարություններից ու վազվզելուց հետո վերջապես կտրել են։ Այստեղ արդեն Երևանից դուրս ենք եկել ու դեպի ետ ենք գնում եւ հանդիպել ենք Արուջի Սուրբ Գրիգոր տաճարին, որը կառուցվել է 7-րդ դարում։ Ցավալի էր, բայց իրականում այն շատ վատ վիճակում էր։ Ու հենց այս եկեղեցու բակում մի փոքր այն կողմ կազմակերպում ենք այն մեր հին ձևերով պիկնիկ։ Դուք հիշում եք, որ գնում էինք այսպես էքսկուրսիաներ, շատ հաճախ հենց այսպես էր կազմակերպվում ամենը, լիքը լավ տակ-տակ թույլ տվեք ասել այս բառը այդյալներով, փռում էինք գետնին ու նստում էինք, որպեսզի կազմակերպենք մեր պիկնիկը։ Եթե անկեղծ ես այստեղ անցա մի փոքր ուսումնասիրությունների, որովհետև եկեղեցուց քիչ այն կողմ կար լիքը կիսաքանդ այսպիսի հատվածներ, գետնին շատ խորը փորած տեղեր կային եւ մեջն էլ կարծես թրծված լիներ հենց կավով։ Իսկ այստեղ միայն այս դռանը նայեք, սա դուռ է, անցք է բացված եւ մի փոքրիկ մասով քարը անցկացված է մեջը, ու սա դարեր ապրած դուռ է։ Ես ուղղակի զարմանում թե այս դուռը ինչպես է փակվել։ Մի հատ էլ սարճեցինք ու արդեն վերադարձանք տուն ու այսպիսով ավարտվեց մեր այս հետաքրքիր ու բազմաժանր կարելի ասել էքսկուրսիան։ Կհանդիպենք։